Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրիվ խելագարվել է նախազգուշացնելով, որ եթե նա փորձի գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի Ռուսաստանի կործանմանը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով իր ռուս պաշտոնակիցն անիմաստ կերպով սպանում է շատ մարդկանց։ Թրամփը հավելել է, որ ոչ միայն զինվորների մասին է խոսում։ Հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր են արձակվում Ուկրաինայի քաղաքների վրա լիովին անհիմն շեշտել են։ Թրամփն ասել է, որ դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների հերթական արդեն երրորդ փոխանակումն են իրականացրել։ Եվս 303 ուկրաինացի վերադարձավ հայրենիք, գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։ Սա մայիսի 16-ին Ստամբուլում ձեռք բերված 1000-ի դիմաց համաձայնության վերջին փուլն էր։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև նախորդ խոշոր գերիների փոխանակումները տեղի են ունեցել ապրիլի 19-ին 246-ը 246-ի դիմաց բանաձևով եւ մայիսի 6-ին 205-ը 205-ի դիմաց Միացյալ Արաբական Էմիրությունների միջնորդությամբ։ Կիրակի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը համակցված հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա օգտագործելով 367 օդային հարձակման զինատեսակ։ Դրանց մեծ մասը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Ռուսաստանը կիրառել է 298 հանվածային անօդաչու թռչող սարք, նաև տարբեր տեսակի 69 բալիստիկ եւ թևավոր հրթիռ։ Ռուսաստանի կողմից իրականացված համատեղ հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել եւ 60-ը վիրավորվել։ Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է, որ առաջընթաց է գրանցվել Իրանի հետ միջուկային բանակցություններում եւ ակնարկել, որ մոտակա 2 օրվա ընթացքում կարող է ինչ-որ լավ բան հայտարարվել առանց մանրամասնելու։ Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել Իրանի հետ, ասել է Թրամփը լրագրողներին։ Թեհրանն ու Վաշինգտոնը կոշտ դիրքորոշում էին որդեգրել Իրանի ուրանի հարստացման հարցում բանակցություններին ընթառաջ։ Սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել էր, որ Օմանի կողմից ներկայացված մի քանի առաջարկներից հետո արկա է առաջընթացի ներուժ։ Թուրքիան մտադիր է Սիրիայի տարածքում ռազմաբազաներ ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Թուրքիա թերթը վկայակոչելով թուրքական անվտանգության մարմիններում իր աղբյուրը։ Պարբերականը նշել է, որ Անկարան Սիրիայի իշխանություններին օգնություն կցուցաբերի բանակի եւ անվտանգության ուժերի կազմակերպման հարցում աղբյուրները նշել են, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում կստեղծեն ռազմաօդային եւ ռազմածովային բազաներ իսլամական պետության դեմ պայքարելու համար, հաղորդել է հրատարակությունը։ Գազայի հատվածի վրա իսրայելական ռազմական հարվածների հետևանքով կիրակի օրը զոհվել է առնվազն 30 պաղեստինցի, այդ թվում փրկարարական ծառայության բարձրաստիճան աշխատակից եւ լրագրող։ Ըստ բժիշկների մարդկանց մահվան վերջին դեպքերը իսրայելական արշավի ընթացքում տեղի են ունեցել առանձին իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածի հարավում Խան Յունիսի, հյուսիսում Ջաբալիայի եւ կենտրոնական մասում Նուսեյրաթի վրա։ Ջաբալիայից հայտնել են, որ տեղացի լրագրողը եւ նրա ընտանիքի մի քանի անդամներ սպանվել են նրա տան վրա հասցված ավիահարվածի հետևանքով։